Մայրաթորը երեք հայտարարեց, որ Հովանավանքում դիսակադրության անվանման տակ ցանկացած գործողություն, որ կատարվել էր, դա պղծություն է, իսկ Հովանավանքը ենթակա է վերասրբագործության։ Դուք ինչպես եք այս մեկնաբանում եւ արդյոք պատրաստվում եք Մայրաթորի հայտարարությունից հետո էլ մնալ։ Ցավով տեղեկացա այդ հայտարարության մասին, որովհետև պատարագը պիղծ համարելը ինձ համար ուղղակի աբսուրդի ժանրից է, որովհետև մի փոքր տեղեկանալով թե ինչ է պատարագը, որ այն Քրիստոսի մարմինն ու արյունն է, սրբացնող, սրբագործող, կենարար մարմինն ու արյունն է տրված հավատացյալին, այդ մարմինն ու արյունը Մայրաթորում նստած մի խումբ եպիսկոպոսների կամ կաթողիկոսի ասելով չի կարող պղծվել, որովհետև առհասարակ եթե անգամ անարժանը մոտենա Քրիստոսի մարմնին ու արյանը, իր անարժանությամբ անգամ չի կարող պղծել Քրիստոսի մարմինն ու արյունը, դա չպղծվող սրբություն է, այսպես ասեմ։ Ավետանում էլ մենք հատվածներ ունենք, որ մարդիկ էին մոտենում, Քրիստոսին, դիպչում էին նրա մարմնին, անգամ տեռատես կնոջ բժշկության դրվագը կա, որ անմաքուր էր, եկավ ու դիպավ Հիսուսի մարմնին եւ բժշկվեց։ Եվ Քրիստոսի զորությունը այնքան հզոր էր, որ անգամ սրբություն չունեցող կինը, այսպես ասեմ, ոչ թե հոգևոր, այլ ֆիզիկական իմաստով նկատի ունեմ, անմաքուր մի կին մոտենալով Քրիստոսին ոչ միայն բժշկվեց, այլ նաև մաքրվեց։ Հետևաբար նման արտահայտություն անելը Հիսուս Քրիստոսի կենարար մարմնի եւ արյան մասին մատուցված իմ ձեռամբ, ես կարծում եմ, որ ուղղակի նաև աստվածաբանության չիմացություն է, եւ ես ուղղակի այդ մարդկանց չեմ ուզում ասեմ հոգևորականների, որովհետեւ հասկացել եմ, որ նրանք վաղուց դադարել են հոգևոր լինել, որովհետև եթե հոգևոր լինեն եւ հավատ ունենային, այն ուխտը նրանցից շատերը, որ Աստծո առաջ կանգնելով տվել էին Հիսուս Քրիստոսին, այսպես ասեմ, իրենց ողջ կյանքը նվիրելու նրան եւ նրա եկեղեցուն, երբեք ու երբեք չէին դրժի, կին եւ երեխաներ չէին ունենա, եւ եթե այս մարդիկ դրանից հետո շարունակում են լինել եկեղեցու մեջ, շարունակում են պատարակներ մատուցել եւ այդ պատարակները, ուրեմն եկեղեցու կողմից վավերացվում է որպես սուրբ պատարակներ, ապա ես հավատացած եմ ու համոզված եմ, որ այն պատարակը, որ մենք մատուցել ենք եւ կմատուցենք նաեւ այս կիրակի, միանշանակ Հիսուս Քրիստոսի կողմից ընդունելի է։ Ու դուք պատրաստվում եք մնալ այստեղ։ Գիտեք, ոչ թե պատրաստվում եմ մնալ այստեղ, ես կարծում եմ, որ իմ մնալը հրամայական է եւ պարտադիր, որովհետեւ այն ինչ որ կատարվում է Սուրբ եկեղեցու մեջ օր առաջ եւ ժամ առաջ, այդ հարցերը պետքա կարգավորվի եւ լուծվի։ Եվ ես իմ կյանքը ուղղակի դրել եմ իսկապես զոհասեղանին, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ անմաքուր ձեռքերով, անմաքուր մատերով, այսպես ասած, դիպչում են Հիսուս Քրիստոսի հաղորդությանը, այն ուխտը, երթումը, դաշինքը, որ ունեցել են Սուրբ եկեղեցու հետ եւ Հիսուս Քրիստոսի հետ, այդ մարդիկ այդ մաքրությամբ, անմաքրությամբ իհարկե իրավունք չունեն պատարակներ մատուցելու։ Եվ ես հետամուտ եմ լինելու իմ կարեցածի չափով, որ այս մարդիկ կամ հանեն իրենց կապաները եւ հեռանան եկեղեցուց, կամ դարձի գան ու ապաշխարեն։ Իսկ դուք ասացիք Կիրակի օրվա պատարագի մասին, դուք անցած Կիրակի մենակ չէիք այստեղ, իսկ այս Կիրակի ով է ձեր հետ լինելու հոգևորականներից, դպիրներից։ Չեմ կարող ասել ովքեր կլինեն։ Ես բոլոր խելամիտ հոգևորականներին հրավիրում եմ, որ այդ օրը գան եւ նաեւ այս կերպ իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ ոչ ասեն մեղքին, ոչ ասեն կեղծիքին, ոչ ասեն պղծությանը, որովհետեւ փաստացի մենք տեսնում ենք, համոզվում ենք, որ եկեղեցու մեջ հոգևոր սպասավորությունը հաճախ ստանձնել են այնպիսի մարդիկ, ովքեր որ առհասարակ Քրիստոսի նկատմամբ անգամ հավատ ու սեր չունեն։ Սամվել դպիր Գրիգորյանը ձեր մասին ասել է, որ այնինչ անում եք այստեղ հերետիկոսություն է, ինչպես կարող եք դա մեկնաբանել։ Ես մեր դպիրներին, այնտեղ այլ դպիրներ էլ կան, որ հաճախ խոսում են մի քիչ ոնց ասեմ, ոչ թե վախ, այլ զգուշավորություն եմ կամենում ցանկանում, որ քանի որ նրանք օցիալ հոգևորականի հետ գործ ունեն եւ խոսում են օծվածի մասին, պետքա մի քիչ ավելի զգուշավոր լինեն, որովհետեւ որևէ մեկ դպիրի
եկեղեցին այդ հնարավորությունը չի տվել նման կերպ օծված քահանայի կամ հոգևորականի մասին արտահայտվելու եւ այդ դպիրների արտահայտչած ձևը եւս մեկ անգամ գալիս է փաստելու եւ հաստատելու, որ իսկապես եկեղեցու մեջ խնդիր կա։ Մարդիկ խոսում են այնպիսի բաներից, որոնց խոսելու իրավունքը ուղղակի չունեն։ Եվ վերջի հարցս բանալիների հետ կապված, նորից վերադառնանք դրան, դուք ասել եք, որ չեք փոխել փականը, բայց Տեր Սարգիսը ասաց, որ ինքը իր աչքերով տեսել է։ Ինքը չի կարող ինձ փոխարինել։ Տեսեք, ոչ իր միտքն է այն մակարդակի ասեմ, աստիճանի ասեմ, այս մարդը ուղղակի կհիշեմ իր քարոզներից մեկում, երբ որ խոսում էր Հակոբոս տիառնեղբոր մասին, ուղղակի խորանից արտահայտվում էր, որ Քրիստոսի դվայորոտնի բռատը, հասկանում եք, այսինքն եւ մի փոքր նրա անցյալի մասն էլ կուզեմ որոշակի բաներ ասել, ես ճեմարանական արդեն 4-րդ կուրսն էի, որ ինքը եկավ քահանայից պատրաստման լսարան եւ ամբողջ իր սովորելու տարիներին ես այնտեղ եմ եղել եւ հաճախ նաեւ ապարանից մարդիկ էին գալիս ու զարմանում էին, որ ինքը ճեմարանում է սովորում եւ ես ուզում եի նրան զարմանքի պատճառն իմանալ։ Իհարկե ամենայն հարգանքով եմ խոսում մեքենայագործների մասին կամ ռուսերեն ինչպես կասեն խադավիկ, պարզվեց, որ ինքը խադավիկ է եղել ապարանում եւ շատ լավ ուրեմն այդ գործին տիրապետել է եւ նաեւ տեղեկացա, որ կաթողիկոսի ազգականն է, բարեկամն է եւ այս մարդը չունենալով անգամ բավարար կրթություն քահանայագործվելու համար արի ուտես կաթողիկոսի բարեկամը լինելու պատճառով հայտնվել է միտեղ, որտեղ հայտնվելուց առաջ ինքը դեռ շատ այսպես մատուրներ պետքա ծառայեր, որպեսզի կարողանար անգամ ունենալ այն կրթությունը, որպեսզի բավարարեր նաև իրեն հարցերով մոտեցող հավատացյալների կարիքները բավարարելուն։ Ուզում եք ասեք, որ ինքը ստում է, որ դուք չեք փոխել միջուկը։ Ուզում եմ ասել, որ Տեր Սարգիսը դեռ ինքնակրթությամբ զբաղվելու բավականին երկար ճանապարհ ունի անցնելու եւ այս ամբողջ 1.5 տարին, որ հասցրեցինք մենք միասին այստեղ քահանայագործել, ես ուղղակի կուզեմ հիշեցնել, որ ինչ ճանապարհ ենք իրար հետ անցել, ինչքան է խոսել, քննադատել թեկուզ եկեղեցուն, եկեղեցականներին եւ ես չեմ ուզում ուղղակի այս պահին հիշեցնել, մեր հանրությանը չեմ ուզում ասել, թե Տեր Սարգիսը նույն Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի կամ ամենայն հայոց կաթողիկոսի գործունեության վերաբերյալ ինչ կամահրանքով էր արտահայտում։ Ուղղակի կլռեմ դրա մասին, չեմ ուզում, նրա հետագա քահանայական ընթացքի վրա բիծ եւ խազ թողնել եւ ուղղակի խորհուրդ կտամ Տեր Սարգիսին, որ շարունակի այն մասնագիտությունը, որով որ մինչեւ քահանայագործությունը զբաղվել էր։ Դուք չեք փոխել փականետը փորձում հասկանում։ Ուրեմն տեսեք, ես պատրաստվում եմ փոխել մարդկանց սրտի փականները, որոնց մեջ որ պետքա Քրիստոս մտնի, այս ամբողջ տարիների ընթացքում Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների ուրեմն ծառայություն բառը ասելը դրա համար ավելորդ կլինի, ուղղակի գործունեության հետևանքով Քրիստոս չի կարողանում մուտք գործել հայ ժողովրդի սիրտ, եւ ես պատրաստվում եմ նրանց սրտերի փականները փոխել, հեշտացնել Քրիստոսի մուտքը այդ մարդկանց սիրտ։ Եվ եթե հարկ լինի, այո, ես այդ գործունեությունը կծավալեմ, այնպես կանեմ, որ Քրիստոս ավելի հեշտությամբ կարողանա հայ մարդու կյանք մտնել, կարիքը կա այդ փականները։ Այսօր այն փականները, որը որ դրված է մարդկանց սրտերին եւ որը բացելով որ Քրիստոս պիտի մտնի մարդկանց կյանք, այդ փականները ուղղակի փչացած են։ Ու դուք ի նկատի ունեմ բանալիները դուք դրան փականները ֆիզիկապես չեք փոխել եկեղեցու մետի։ Դա էական չի։ Ընդհանրապես։